Մեր տիեզերական հասցեն, հրաշքների տիեզերք։ Նայեք գիշերային երկնքին։ Ինչ եք տեսնում։ Գուցե լուսինը մեր հին ու բարի ընկերը, կամ էլ մի պայծառ մոլորակ, որ թափառում է հեռավոր արևների մեջ։ Դուք տեսնում եք աստղեր, այնքան շատ աստղեր, թարթող լույսի կետիկներ անծայրածիր խավարի մեջ։ Այս տեսարանը հմայել է մարդկանց բոլոր ժամանակներում։ Սա մի զգացում է արթնացնում, հիացմունքի զգացում, զարմանքի զգացում։ Մենք փոքր ենք, տիեզերքը շատ մեծ է։ Այս պարզ քայլը վերև նայելը մեզ կապում է մեր նախնիների հետ։ Նրանք էլ են նայել այս նույն աստղերին, նրանք ձևեր են տեսել նախշերի մեջ, նրանք պատմություններ են պատմել դրանց մասին։ Աստված ներուդից սուհիներ։ Այս պատմություններն օգնել են նրանց իմաստավորել աշխարհը, օգնել են հասկանալ իրենց տեղը այս մեծուան ծայրածիր տիեզերքում։ Տիեզերքը առեղծված էր, այն գեղեցիկ էր, երբեմն էլ վախենալու, բայց միշտ գրավել է նրանց հետաքրքրասիրությունը։ Դրանք ուզում էին ավելին իմանալ։ Մենք էլ ենք ուզում ավելին իմանալ։ Այս խորը հետաքրքրասիրությունը մարդկային հզորգից է։ Այն մեզ մղում է հետազոտելու, մղում է հարցեր տալու։ Ինչ են այդ լույսերը, որքան հեռու են դրանք, արդյոք կան մեզ նման այլ աշխարհներ, կարող է արդյոք կյանք լինել։ Այս հարցերը նոր չեն։ Դրանք հազարավոր տարիներ շնջացել են խարույկների շուրջ։ Դրանք գրվել են հին ձեռագրերում, դրանք հայրել արձագանքում երեխաների ու գիտնականների մտքերում։ Տիեզերքը կանչում է, եւ այսպես մենք սկսեցինք մի ճամփորդություն, բացահայտումների ճամփորդություն։ Այս ճամփորդությունը գործիքներ է օգտագործում։ Դրա ամենահզոր գործիքներից մեկը կոչվում է ֆիզիկա։ Ֆիզիկան օգնում է մեզ վերծանել տիեզերքը, օգնում է հասկանալ այն օրենքները, որոնք կառավարում են ամեն ինչ։ Ամենափոքր մասնիկից մինչև ամենամեծ գալակտիկան։ Տիեզերքով մեր հիացմունքը սկզբնակետն է։ Ֆիզիկան ճանապարհ է տալիս դեպի հասկացողություն։ Այն զարմանքը վերածում է գիտելիքի։ Եկեք ինձ հետ, եկեք բացահայտենք այս կապը։ Ինչ է ֆիզիկան, կհարցնեք դուք։ Բարդ է հնչում, գուցե թվում է թե սա գերխելացի մարդկանց համար առարկա է, բայց ֆիզիկան ավելի պարզ է, քան կարող եք պատկերացնել։ Իրականում, ֆիզիկան այն մասին է, թե ինչպես են իրերն աշխատում։ Այն նյութի և էներգիայի ուսումնասիրությունն է, այն ուժերի և շարժման ուսումնասիրությունն է։ Ֆիզիկան նկարագրում է տիեզերքի հիմնական օրենքները։ Պատկերացրեք սա տիեզերքի օգտագործման ձեռնարկն է, կամ գուցե նրա օպերացիոն համակարգը։ Break time Dahrabafai, այն մեր շուրջն է, քնձորն ընկնում է ծառից։ Դա ֆիզիկա է։ Երկիրը պտվում է արեգակի շուրջ։ Դա էլ է ֆիզիկա։ Նույն հիմնական օրենքները գործում են երկուսի դեպքում էլ։ Հրաշալի չէ։ Իսահակ Նյուտոնն առաջիններից էր, որ սա հասկացավ։ Նա տեսավ, որ խնձորը ներքև ձգող ուժը նույն ուժն է, որը կուսնին պահում է ուղեծրում։ Սա հսկայական գաղափար էր։ Սա նշանակում էր, որ բնության օրենքները համընդհանուր են։ Դրանք միայն երկրի համար չէին։ Դրանք գործում էին ամենուր, նույնիսկ անծայրածիր տիեզերքում։ Ֆիզիկան մեզ գործիքներ է տալիս իմաստալից հարցեր տալու համար։ Այն օգնում է մեզ դուրս գալ պարզապես զարմանալու սահմաններից։ Մենք կարող ենք սկսել պատասխաններ գտնել, ինչպես է արեգակն այդքան շատ լույս ու ջերմություն արտադրում։ Ֆիզիկան մեզ պատմում է միջուկային սինթեզի մասին։ Ինչու է գիշերային երկինքը մութ, եթե միլիարդավոր աստղեր կան։ Ֆիզիկան օգնում է մեզ հասկանալ ընդարձակվող տիեզերքը։ Այն թույլ է տալիս մեզ մոդելներ կառուցել, կանխատեսումներ անել, եւ հետո այդ կանխատեսումները ստուգել դիտարկումներով։ Դա գիտական մեթոդն է գործողության մեջ։ Ֆիզիկա սովորելը նման է նոր լեզու սովորելուն։ Այն լեզուն, որով խոսում է տիեզերքը։ Դա մաթեմատիկայի լեզուն է, դա դիտարկման եւ փորձի լեզուն է։ Երբ մենք հասկանում ենք այս լեզուն, կարող ենք կարդալ աստղերով գրված պատմությունները։ Մենք կարող ենք հասկանալ տիեզերքի պատմությունը։ Մենք նույնիսկ կարող ենք փորձել կանխատեսել նրա ապագան։ Ֆիզիկան մեր բանալին է, մեր ուղեցույցը, մեր թարգմանիչը այս մեծ տիեզերական թատրոնում։ Այն տիեզերքը դարձնում է պակաս առեղծվածային, բայց ինչ-որ կերպ նույնիսկ ավելի հրաշալի։ Եկեք խոսենք ձգողականության մասին։ Մենք բոլորս գիտենք ձգողականությունը։ Այն մեզ պահում է գետնի վրա։ Եթե ցատկում եք, հետ եք ընկնում։ Դա ձգողականությունն է, բայց ձգողականությունն անհամեմատ ավելին է անում։ Այն ամբողջ տիեզերքի ամենակարևոր ուժերից մեկն է։ Այն նման է անտեսանելի ձեռքի։
Միշտ իրերը ձգում է իրար։ Կարևոր չէ իրերը փոքր են, ինչպես փոշին, թե մեծ, ինչպես աստղերն ու մոլորակները։ Ձգողականություն ազդում է զանգված ունեցող ամեն ինչի վրա։ Դա հենց տիեզերքի հիմնարար հատկությունն է։ Բարոն Իսահակ Նյուտոն օգնեց մեզ հասկանալ ձգողականություն իր օրենքներով։ Նա ցույց տվեց, որ զանգված ունեցող յուրաքանչյուր մարմին ձգում է զանգված ունեցող յուրաքանչյուր այլ մարմնի։ Որքան մեծ է մարմինների զանգվածը, այնքան ուժեղ է ձգողությունը, որքան հեռու են դրանք իրարից, այնքան թույլ է ձգողությունը։ Այս պարզ գաղափարը շատ բան է բացատրում։ Այն բացատրում է, թե ինչու է լուսինը պտտվում երկրի շուրջ։ Այն բացատրում է, թե ինչու են երկիրը և մյուս մոլորակները պտտվում արեգակի շուրջ։ Այն միասին է պահում մեր արեգակնային համակարգը։ Այն նաև գալակտիկաներն է միասին պահում։ Ձգողականությունը մեծ կազմակերպիչն է։ Պատկերացրեք վաղ տիեզերքը։ Այն հիմնականում գազի համասեր ապուր էր, բայց որոշ մասեր մի փոքր ավելի խիտ էին, քան մյուսները։ Ձգողականությունն սկսեց աշխատել այս ավելի խիտ շրջանների վրա։ Այն ավելի ու ավելի շատ նյութ ձգեց դեպի իրեն։ Այս կուտակումները մեծացան ու էլի մեծացան։ Միլիոնավոր ու միլիարդավոր տարիների ընթացքում այս կուտակումները դարձան առաջին աստղերը։ Դրանք դարձան առաջին գալակտիկաները։ Ձգողականությունը տիեզերական քանդակագործն է։ Այն ձևավորել է բոլոր այն կառույցները, որոնք մենք այսօր տեսնում ենք տիեզերքում։ Առանց ձգողականության չէին լինի մոլորակներ, ոչ աստղեր, ոչ էլ մենք։ Այնպես որ հաջորդ անգամ, երբ մի բան գցեք, մտածեք դրա մասին, այդ նույն ուժն աշխատում է աներևակայելի հեռավորությունների վրա։ Այն ուղղորդում է գալակտիկաների պարը, այն նորաստղեր է ձևավորում հեռավոր միգամածություններում։ Այն նույնիսկ օգնում է ստեղծել սև խոռոչներ, ամենաառեղծվածային օբյեկտները։ Ձգողականությունն անողոք է, այն համբերատար է, այն հզոր է, այն ֆիզիկա և տիեզերքի անձայրացիրության միջև կապի հիմնարար մասն է։ Դա տիեզերական գրկախառնություն է, որն ամեն ինչ պահում է իր տեղում, բայց միշտ շարժման մեջ։ Դույս, այն այնքան պարզ է թվում, սեղմում ենք անջատիչը, և սենյակը լցվում է լույսով։ Արևը ծագում է, և աշխարհը լուսավորվում է, բայց լույսը շատ ավելին է, քան դա։ Լույսը սուրհանդակ է։ Այն տեղեկություն է տանում տիեզերքով մեկ, այն անևակայելի արագ է շարժվում, ավելի արագ, քան մեր իմացած ամեն ինչ։ Մոտ 300,000 կիլոմետր ամեն վայրկյան։ Դա այնքան արագ է, որ մեկ վայրկյանում կարող է 7.5 անգամ պտտվել երկրի շուրջը։ Այս արագությունը ֆիզիկայի հիմնարար հաստատուն է։ Քանի որ տիեզերքն այնքան անծայրածիր է, նույնիսկ լույսին ժամանակ է պետք ճանապարհ հանձնելու համար։ Արեգակը մոտ 150 միլիոն կիլոմետր հեռավորության վրա է։ Արեգակի լույսին մոտ 8 րոպե է պետք երկիր հասնելու համար։ Այսպիսով, երբ մենք նայում ենք արեգակին, մենք տեսնում ենք այն, ինչպիսին այն եղել է 8 րոպե առաջ։ Ամենամոտ աստղային համակարգը, Ալֆա Քենտավրոսը, 4 լուսատարուց ավելի հեռու է։ Դա նշանակում է, որ այն լույսը, որը մենք այս գիշեր տեսնում ենք այդ աստղերից, դուրս է եկել դրանցից 4 տարուց ավելի առաջ։ Մենք նայում ենք անցյալին, որքան հեռու ենք նայում տիեզերք, այնքան ավելի հեռու անցյալ ենք տեսնում։ Աստղադիտակները նման են ժամանակի մեքենաների։ Գույսը նաև տարբեր գույներ ունի։ Մենք դա տեսնում ենք ծիածանի մեջ։ Յուրաքանչյուր գույն լույսի տարբեր ալիքի երկարություն է։ Ֆիզիկոսները պարզել են, որ տարբեր տարրեր տաքացնելիս լույսի որոշակի գույներ են արձակում։ Դա նման է յուրաքանչյուր տարրի յուրահատուկ մատնահետքի։ Երբ մենք հատուկ գործիքներով նայում ենք աստղերի լույսին, կարող ենք տեսնել այս մատնահետքերը։ Մենք կարող ենք ասել, թե ինչից են կազմված աստղերը։ Կարող ենք իմանալ նրանց ջերմաստիճանը։ Մենք նույնիսկ կարող ենք ասել, նրանք դեպի մեզ են շարժվում, թե մեզնից հեռանում։ Այս ամենը նրանց լույսը վերլուծելով։ Այնպես որ, լույսը միայն տեսնելու համար չէ։ Այն տիեզերքը հասկանալու կարևորագույն գործիք է։ Այն մեզ պատմում է հեռավոր աստղերի և գալակտիկաների բաղադրության մասին։ Այն բացահայտում է նրանց շարժումը։ Այն կրում է միլիարդավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների պատկերներ։ Ռադիոալիքներից մինչև գամմա-ջարագայթներ լույսի ամբողջ սպեկտրը հուշումներ է տալիս։ Ֆիզիկան օգնում է մեզ վերծանել այս հաղորդագրությունները։
Այն օգնում է մեզ հասկանալ հենց լույսի բնույթը, եւ լույսի միջոցով տիեզերքը բացահայտում է իր գաղտնիքները մեկ ֆոտոն առ մեկ ֆոտոն։ 5-րդ բաժին։ Աստղերի դնդավայրերը, արարման դարբնոցներ, աստղեր, դրանք մեր գիշերային երկինքը զարդարում են փոքրիկ ադամանդների պես։ Բայց ինչ են դրանք։ Աստղերն ամենևին էլ փոքր չեն, դրանք գազի հսկայական այրվող գնդեր են, հիմնականում ջրածին եւ հելիում։ Մեր արեգակն աստղ է։ Այն շատ սովորական աստղ է, բայց այն աներևակայելի կարևոր է մեզ համար։ Այն տալիս է այն լույսն ու ջերմությունը, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրի վրա։ Եվ այն ընդամենը մեկն է միլիարդավոր ու միլիարդավոր աստղերից միայն մեր գալակտիկայում։ Յուրաքանչյուրը մի հեռավոր արև։ Ինչպես են աստղերը փայլում։ Նրանք փայլում են միջուկային սինթեզ կոչվող գործընթացի շնորհիվ։ Սա տեղի է ունենում նրանց միջուկների խորքում։ Այնտեղ ճնշումն ու ջերմաստիճանը հսկայական են։ Այնքան հսկայական, որ ջրածնի ատոմները սեղմվում են իրար։ Նրանք միանում են ձևավորելով հելիումի ատոմներ։ Այս գործընթացը հսկայական քանակությամբ էներգիա է անջատում։ Այս էներգիան դեպի դուրս է մղում, հավասարակշռելով ձգողականության ներքին ձգումը։ Այս էներգիան է, որ ստիպում է աստղերին փայլել։ Դա նման է հսկայական, անընդհատ գործող ջրածնային ռումբի, բայց կառավարվող։ Միլիարդավոր տարիներ շարունակ։ Ziggerpopper։ Ամենազարմանալի փաստերից մեկն այն է, թե որտեղից են առաջանում տարրերը։ Վաղ տիեզերքը հիմնականում ջրածին ու հելիում էր։ Գրեթե բոլոր մյուս տարրերն ստեղծվել են աստղերի ներսում։ Տարրեր, ինչպիսիք են ածխածինը, թվացինը եւ երկաթը, հենց այն ատոմները, որոնցից կազմված են մեր մարմինները, ոդը, որը մենք շնչում ենք, մոլորակը, որի վրա ապրում ենք։ Դրանք կռվել են վաղուց ապրած ու մահացած աստղերի բոցավառ սրտերում։ Երբ զանգվածեղ աստղերը մահանում են, նրանք պայթում են։ Այս պայթյունները, որոնք կոչվում են գերնորեր, այդ թանկարժեք տարրերը ցրում են տիեզերքով մեկ։ Այնպես որ, երբ նայում եք աստղերին, հիշեք սա։ Դուք նայում եք տիեզերական վառարանների, դուք նայում եք տարրերի ստեղծողներին, մենք ստեղծված ենք աստղափոշուց։ Քարլ Սականն է հայտնի կերպով ասել դա, եւ դա ճիշտ է։ Երկաթը ձեր արյան մեջ, կալցիումը ձեր ոսկորներում, այս ամենը եկել է աստղերից։ Ֆիզիկան օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես են աստղերը ծնվում, ինչպես են ապրում, ինչպես են մահանում, եւ ինչպես են հարստացնում տիեզերքը։ Դա տիեզերական արարման եւ նորոգման գեղեցիկ շրջապտույտ է։ 6-րդ բաժին։ Աստղերի քաղզիներ։ Մեր գալակտիկական հարևանությունը։ Երբ պարզ, մութ գիշերով նայում եք երկնքին, գուցե տեսնեք լույսի մի թույլ, կատնագույն շերտ։ Դա Ֆիրկաթինն է, մեր հարազատ գալակտիկան։ Գալակտիկան աստղերի հսկայական հավաքածու է, միլիարդավոր կամ նույնիսկ տրիլիոնավոր աստղեր։ Բոլորը միասին պահվում են զգողականության շնորհիվ։ Աստղերի հետ մեկտեղ, գալակտիկաները պարունակում են նաև գազ, փոշի եւ առեղծվածային մութ նյութ։ Նրանք նման են աստղերի հսկա կղզիների, որոնք լողում են միջգալակտիկական տարածության անծայրածիր օվկիանոսում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել դրանց մասշտաբները։ Մեր Ֆիրկաթին գալակտիկան պարուրաձև գալակտիկա է։ Այն ունի պայծառ կենտրոնական ուռուցիկություն եւ նրբագեղ պարուրաձև թևեր։ Մեր արեգակը գտնվում է այս պարուրաձև թևերից մեկում, կենտրոնից մոտ 2/3 հեռավորության վրա։ Մենք ընդամենը մեկ աստղ ենք մեր գալակտիկայի, թերևս 200-ից 400 միլիարդ աստղերի մեջ։ Մտածեք այդ թվի մասին։ Այն հսկայական է։ Եվ մեր Ֆիրկաթինը ընդամենը մեկ գալակտիկա է։ Դիտարկելի տիեզերքում հավանաբար 100 միլիարդավոր, գուցե նույնիսկ տրիլիոնավոր այլ գալակտիկաներ կան։ Յուրաքանչյուրը լիքը աստղերով։ Breaktime.5 Աստղագետներն օգտագործում են հզոր աստղադիտակներ, գալակտիկաներն ուսումնասիրելու համար։ Նրանք լինում են տարբեր ձևերի ու չափերի։ Ոմանք պարուրաձև են, ինչպես մերը, ոմանք էլիպսաձև են, ինչպես հսկա ֆուտբոլի գնդակներ։ Մյուսներն անկանոն են, առանց հստակ ձևի։ Գալակտիկաները կարող են նաև բախվել եւ միաձուլվել։ Սա դանդաղ, տիեզերական պար է, որն ուղղորդվում է ձգողականությամբ։ Այս բախումները կարող են նոր աստղերի առաջացման փորձումներ առաջացնել։ Մեր Ֆիրկաթինը բախման ուղու վրա է մոտակա Անդրոմեդա գալակտիկայի հետ։ Բայց մի անհանգստացեք,
Դա տեղի չի ունենա մոտ 4 միլիարդ տարի հետո։ Գալակտիկաները հասկանալը շատ ֆիզիկա է պահանջում։ Մենք ֆիզիկան օգտագործում ենք դրանց հեռավորությունները չափելու, զանգվածները գնահատելու եւ դրանց ներսում աստղերի շարժումն ուսումնասիրելու համար։ Սա հանգեցրեց մութ նյութի հայտնաբերմանը, մի առեղծվածային նյութ, որը լույս չի արձակում, բայց դրա զգողականությունն ազդում է, թե ինչպես են գալակտիկաները պտտվում։ Գալակտիկաները տիեզերքի մեծ կառույցներն են, նրանք աստղերի ու մոլորակների տներն են։ Եվ գուցե, այլ քաղաքակրթությունների տները, դրանք ուսումնասիրելը ճամփորդություն է դեպի տիեզերքի սիրտը։ 7-րդ բաժին, անverջ օնթարցակվող տեսարան, ձգվող տիեզերք։ Երկար ժամանակ մենք կարծում էինք, որ տիեզերքը ստատիկ է, անփոփոխ, հավերժական։ Բայց 20-րդ դարի սկզբին աստղագետները ցնցող հայտնագործություն արեցին, տիեզերքն ընդարձակվում է։ Break time, Zolgul։ Պատկերացրեք չամիչով հաց, որը վառարանում բարձրանում է։ Երբ հացն ընդարձակվում է, բոլոր չամիչները հեռանում են իրարից։ Տիեզերքը մի տեսակ դրան է նման, գալակտիկաները նման են չամիչների, նրանք բոլորը հեռանում են իրարից։ Սա հեղափոխական գաղափար էր, այն փոխեց ամեն ինչ։ Այս հայտնագործությունն արել են աստղագետներ, ինչպիսին Էդվին Հաբլն է։ Նա դիտարկել է հեռավոր գալակտիկաներ եւ նկատել, որ դրանց լույսը շեղված է դեպի սպեկտրի կարմիր ծայրը։ Սա կոչվում է կարմիր շեղում։ Դա նման է նրան, թե ինչպես է շչակի ձայնը փոխվում, երբ այն հեռանում է ձեզնից։ Այս կարմիր շեղումը Հաբլին հուշեց, որ գալակտիկաները մեզնից հեռանում են։ Եվ որքան հեռու էր գալակտիկան, այնքան ավելի արագ էր այն շարժվում։ Սա Հաբլի օրենքն է։ Դա ընդարձակվող տիեզերքի ուղղակի ապացույց է։ Եթե տիեզերքն ընդարձակվում է, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ անցյալում ամեն ինչ պետք է ավելի մոտ լիներ իրար, շատ ավելի մոտ։ Եթե տիեզերական ֆիլմը հետ պտտեք, տիեզերքի ամբողջ նյութն ու էներգիան ի վերջո կհավաքվեն մեկ կետում։ Անհավանական խտության եւ ջերմաստիճանի կետում։ Սա մեծ պայթյունի տեսության հիմքն է։ Այն գաղափարը, որ տիեզերքը սկսվել է չափազանց տաք եւ խիտ վիճակից եւ այդ ժամանակվանից ի վեր ընդարձակվում ու սառչում է։ Մոտ 13.8 միլիարդ տարի։ Բայց պատմությունն էլ ավելի տարօրինակ է դառնում։ 90-ականների վերջին աստղագետները էլ ավելի զարմանալի բան հայտնաբերեցին։ Տիեզերքի ընդարձակումը չի դանդաղում։ Այն արագանում է։ Արագացում է տեղի ունենում։ Սա բոլորովին անսպասելի էր։ Ֆիզիկոսները կարծում են, որ մի առեղծվածային ուժ է պատճառում այս արագացմանը։ Նրանք դա անվանում են մութ էներգիա։ Մենք չգիտենք, թե ինչ է մութ էներգիան։ Այն այսօրվա ֆիզիկայի ամենամեծ առեղծվածներից մեկն է։ Բայց թվում է, թե այն կազմում է տիեզերքի էներգիայի մեծ մասը։ Տիեզերքը լի է անակնկալներով։ 8-րդ բաժին։ Ճամփորդներ։ Ֆիզիկան մեր տիեզերական ուղևորության շարժիչ ուժը։ Տիեզերքն ուսումնասիրելու մեր ցանկությունը ուժեղ է։ Մենք ռոբոտացված զոնդեր ենք ուղարկում այլ մոլորակներ։ Մենք մարդկանց իջեցրել ենք հուսնի վրա։ Մենք երազում ենք էլ ավելի հեռու գնալու մասին։ Բայց ինչպես ենք դա անում։ Ինչպես ենք տիեզերանավեր ուղարկում միլիոնավոր կիլոմետրեր դատարկ տիեզերքով։ Պատասխանը ևս մեկ անգամ ֆիզիկայի մեջ է։ Ֆիզիկան տիեզերքի հետազոտման հիմքն է։ Առանց դրա սկզբունքները հասկանալու, մեր հրթիռները հերբեգետնից չէին փոխվի։ Մեր զոնդերը կոր չէին անհայտության մեջ։ Մտածեք հրթիռ արձակելու մասին։ Դրան հսկայական քարշյուժ է պետք երկրից գողականությունը հաղթահարելու համար։ Նյուտոնի շարժման օրենքներն այստեղ ճրորոշեն։ Դյուրաքանչյուր ազդեցության համար կա հավասարև հակառակ ուղղված հակազդեցություն։ Հրթիռները մեծարագությամբ տաք գազ են արտանետում դեպի ներքև։ Սա հրթիռը մղում է դեպի վերև։ Մենք նաև պետք է հաշվարկենք հետագծերը այն ուղիները, որոնցով կանցնեն տիեզերանավերը։ Սա ներառում է զգողականության հասկացողությունը։ Երկրի, արեգակի, լուսնի եւ այլ մոլորակների զգողականությունը։ Դա բարդ տիեզերական բալետ է։ Տիեզերքում հայտնվելուց հետո տիեզերանավերին էներգիա է պետք։ Նրանց պետք է նավարկություն։ Նրանց պետք է կապ։ Ֆիզիկան օգնում է այս ամենի հարցում։
Արևային մարտկոցներ արևի լույսը վերածում են էլեկտրականության։ Սա հիմնված է ֆոտոէլեկտրականության ֆիզիկայի վրա։ Ռադիոալիքներն օգտագործվում են հրամաններ ուղարկելու և տվյալներ ստանալու համար։ Սա հիմնված է էլեկտրամագնիսականության ֆիզիկայի վրա։ Տիեզերանավերի վրա տեղադրված սարքերն ուսումնասիրում են մոլորակներ, լուսիններ և հեռավոր աստղեր։ Այս սարքերը նախագծված են օգտագործելով լույսի, մագնիսականության և մասնիկների ֆիզիկայի մեր գիտելիքները։ Տիեզերական առաքելության յուրաքանչյուր մաս հիմնված է ֆիզիկայի վրա։ Տիեզերքի հետազոտումը ընդլայնում է հնարավորի սահմանները։ Այն մեզ ոգեշնչում է։ Այն մեզ սովորեցնում է մեր արեգակնային համակարգի և ավելի լայն տիեզերքի մասին։ Առաքելությունները դեպի Մարս փնտրում են անցյալ կյանքի նշաններ։ Տիեզերքում գտնվող աստղադիտակները, ինչպիսիք են Հաբլը և Ջեյմս Վեբը, մեզ շունչ կտրող տեսարաններ են պարգևում։ Նրանք օգնում են մեզ ստուգել տիեզերքի մասին մեր տեսությունները։ Ֆիզիկան տրամադրում է գործիքները։ Մարդկային հնարամտությունն ու հետաքրքրասիրությունը տալիս են մղումը։ Միասին դրանք թույլ են տալիս մեզ դառնալ ճամփորդներ, վերջին սահմանի հետազոտողներ։ 9-րդ բաժին, հաջորդ հորիզոնը, ֆիզիկա, տիեզերք և վաղվա հարցերը։ Մենք այնքան շատ բան ենք սովորել տիեզերքի մասին, շնորհիվ ֆիզիկայի, շնորհիվ մեր անխոնջ հետաքրքրասիրության, մենք գիտենք աստղերի ու գալակտիկաների մասին։ Մենք գիտենք մեծ պայթյունի և ընդարձակվող տիեզերքի մասին, բայց դեռ այնքան շատ անպատասխան հարցեր կան։ Այնքան շատ առեղծվածներ լուծելու համար։ Տիեզերքն անծայրածիր է, և մեր գիտելիքները դեռ ընդամենը փոքրիկ իղձ են հայտության մեծ օվկիանոսում։ Բացահայտումների ճամփորդությունը դեռ շատ հեռու է ավարտից, այն իրականում նոր է սկսվում։ Time, Zero Blank, որոնք են այս մեծ հարցերից մի քանիսը։ Մենք դեռ չգիտենք, թե ինչից է կազմված տիեզերքի մեծ մասը։ Մութ նյութն ու մութ էներգիան կազմում են դրա մոտ 95%-ը։ Բայց մենք չգիտենք, թե դրանք ինչ են։ Դա պարզելը ժամանակակից ֆիզիկայի գլխավոր նպատակներից է։ Մենակ ենք արդյոք տիեզերքում։ Արդյոք կյանք կա այլ մոլորակների վրա։ Այլուր կյանք գտնելը կլիներ մարդկության պատմության ամենախորը հայտնագործություններից մեկը։ Նոր աստղադիտակներն ու առաքելությունները փնտրում են բնակելի էկզոմոլորակներ և կյանքի նշաններ։ Տիեզերքի հետազոտման և ֆիզիկայի ապագան հուզիչ է։ Մենք կառուցում ենք ավելի մեծ ու լավ աստղադիտակներ, թե գետնի վրա, թե տիեզերքում։ Դրանք թույլ կտան մեզ ավելի հեռու տեսնել, ավելի թույլ օբյեկտներ տեսնել, ավելի շատ տվյալներ հավաքել։ Մենք նոր տեսություններ ենք մշակում ֆիզիկայում։ Տեսություններ զգողականության, իրականության հիմնարար բնույթի մասին։ Այս տեսությունները պետք է ստուգվեն։ Տիեզերքի դիտարկումները դա անելու հիմնական միջոցն են։ Քեսության և դիտարկման միջև մշտական պար կա։ Յուրաքանչյուրը մյուսին առաջ է մղում։ Break time pop. Տիեզերքը հասկանալու ձգտումը խորապես մարդկային գործ է։ Այն մեզ կապում է մշակույթների ու սերունդների միջև։ Այն մեզ մարտահրավեր է նետում։ Այն մեզ ոգեշնչում է։ Այն մեզ հիշեցնում է տիեզերքում մեր տեղի մասին։ Որքան շատ ենք սովորում, այնքան ավելի ենք գիտակցում, թե դեռ որքան բան կա սովորելու։ Ֆիզիկան կշարունակի լինել մեր ուղեցույցը։ Տիեզերքը կշարունակի լինել մեր լաբորատորիան։ Իսկ մարդկային հետազոտության օգին կշարունակի մեզ մղել դեպի հաջորդ հորիզոնը, դեպի վաղվա հարցերը, և հուսով ենք դեպի զարմանալի նոր պատասխաններ։